Այն օրը, երբ մայրս ասաց, որ երբեք ինձ չի սիրել, ես կանգնած էի մեր հին խոհանոցում։ Ամեն ինչ շուրջս խոսում էր քայքայման ու լքվածության մասին։ Այս տունը այլևս չէր նմանվում այն տաք ու ապահով վայրին, որտեղ ես մեծացել էի։ Բայց որպեսզի հասկանաք, թե ինչպես հասա այդ պահին, պետք է վերադառնանք շատ տարիներ առաջ մի կիրակի առավոտ, երբ կյանքը դեռ լի էր խոստումներով։ Ես 6 տարեկան էի։ Փաթաթված մեր հին բազմոցին գրկած իմ սիրելի փափուկ նապաստակ։ Նայում էի, թե ինչպես էր հայրս խոհանոցում պատրաստում կիրակնօրյա բլինչիկները։ Տանը լցված էր տաքությամբ թխկու օշարակի հոտով, իսկ մայրս մեղմ երգում էր սեղանը պատրաստելիս։ Այդ պահերը թվում էին հավերժական, մինչև որ հավերժությունը փլվում է մեկ սրտի զարկի մեջ։ Իմ արքայադուստր արի օգնիր հորդ, ասաց հայրս թիակը ձեռքին, կարծես կախարդական փայտիկ լիներ։ Ես թռավ բազմոցից, թողնելով նապաստակիս։ Դա վերջին անգամն էր, երբ տեսա հորս կենդանի։ Թիակը ընկավ գետնին։ Հայրս բռնեց կրծքավանդակ։ Մորս ջիիչը մինչ այսօր ականջներիս մեջ է։ Այդ կատարյալ կիրակին լուծվեց շտապօգնության ազդանշանների ու հիվանդանոցի սառը միջանցքների մեջ։ Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, բայց այդ օրը սկսվեց մի ճանապարհ, որը պիտի սովորեցներ ինձ սիրո գինը եւ ինքն ինձ ընտրելու ավելի բարձր գինը։ Սա պատմություն է մի աղջկա մասին, որը գրեթե 30 տարի փորձեց արժանանալ մոր սիրուն, մինչև հասկացավ, որ երբեմն ամենահամարձակ քայլը հեռանալն է։ Մայրս գրեթե չլացեց հորս մահից հետո։ Մի քանի ամիս անց նա ծանոթացավ Բենի հետ այրի ծնողների աջակցության խմբում։ Նա բարձրահասակ էր, բարի աչքերով եւ ինչ-որ բանով հիշեցնում էր հորս։ Ես փորձում էի հարմարվել նոր հայրական կերպարին, երբ մայրս նոր լուր ասաց նա հղի էր։ 8 տարեկան էի։ Փորձեցի ուրախանալ, բայց ներսումս արդեն զգում էի, որ ամեն ինչ փոխվելու է։ Բրանդոնի ծնունդը վերջ դրեց իմ մանկությանը։ Մայրս թողեց աշխատանքը ասելով. Բրանդոնն ինձ ավելի շատ է պետք։ Ես ուզում էի հարցնել, իսկ ես չէ։ Բայց բառերը միշտ մնում էին կոկորդում։ Տարիների ընթացքում մորս աշխարհը փոքրացավ, մինչև ամբողջովին պտտվեց Բրանդոնի շուրջը։ Նա մոռանում էր ինձ համար ճաշ պատրաստել, մոռանում էր իմ դպրոցը, իմ կարիքները։ Իսկ երբ հիշեցնում էի, ասում էր. ներողություն, շատ զբաղված էի Բրանդոնի բժշկի այցով։ Բենը նկատում էր։ Նա փորձում էր խոսել մորս հետ, բայց ամեն զրույց ավարտվում էր նույն կերպ, մորս պաշտպանական պատով։ Մի երեկո, երբ Բրանդոնը 5 տարեկան էր, Բենը ասաց. Դիանա, դու 2 երեխա ունես, ոչ մեկ։ Ես շշնջացի, ես էլ եմ փոքր, բայց ոչ ոք չլսեց։ Բենը դարձավ իմ միակ պաշտպանն այս թանը։ Նա երբեք բաց չթողեց իմ կարատեի դասերը, նստում էր առաջին շարքում ու ծափահարում ամենաբարձրից։ Նրա ուշադրության տակ ես ծաղկում էի, իսկ Բրանդոնը փչանում։ Ժամանակի ընթացքում ինձ դարձրեցին Բրանդոնի ծառան։ Մաքրել նրա սենյակը, հավաքել նրա իրերը։ Երբ Բենը վերջապես բողոքեց, մայրս արտասվեց ոչ թե ցավից, այլ հաշվարկված արցունքներով։ Եվ Բենը նահանջեց, բայց ոչ ինձնից։ Դպրոցն ավարտելու օրը դարձավ մեր ընտանիքի իրական դիմանկարը։ Ես կանգնած էի գլխարկով ու վկայականով, իսկ մայրս զբաղված էր հեռախոսով Բրանդոնի դայակին գրելով։ Բենն էր միակը, ով ինձ իսկապես տեսնում էր։ Նա ինձ օգնեց գնալ համալսարան հեռու, բայց ոչ ընդմիշտ։ Մայրս չեկավ ինձ ճանապարհելու։ Բրանդոնը չէր կարող առանց նրա։ Տարիներ անց ես կարիերա կառուցեցի։ Իսկ Բրանդոնը խաղային հաշիվներ։ Երբ Բենը մահացավ, նույնպես սրտի կաթվածից հասկացա, որ մայրս լացում էր ոչ թե նրա համար, այլ նրա եկամտի։ Երբ տուն վերադարձա տարիներ անց, ամեն ինչ քայքայված էր, տունը, մայրս, մեր կյանքը։ Եվ ես դարձա նրանց ֆինանսական փրկողակ։ Ամսական գումար, անընդհատ զոհաբերություններ։ Մինչև այն օրը, երբ իմ տուն մտա ու տեսա Բրանդոնի նոր նշանածին բազմոցին փրված իմ գնած սնունդը ուտելիս։ Իսկ հետո իմացա ճշմարտությունը, մայրս ամբողջ տունը թողել էր Բրանդոնին։ Եվ երբ հարցրի ինչու, նա ասաց այն բառերը, որոնք վերջ տվեցին ամեն ինչին. ես քեզ երբեք այնպես չեմ սիրել, ինչպես նրան։ Նա ավելի լավն է, քան դու։ Ես հեռացա, փակեցի դուռը եւ առաջին անգամ կյանքում դադարեցի փորձել արժանանալ մի սիրո, որը երբեք գոյություն չի ունեցել։ Ես դադարեցրի գումարի փոխանցումը, արգելափակեցի նրանց բոլորին եւ սկսեցի ապրել։ Հիմա այդ գումարը իմ սեփական տան ֆոնդում է։ Ես լավ եմ քնում, ես շնչում եմ եւ գիտեմ Բենը կհպարտանար ինձնով։ Երբեմն ազատությունը շատ է նման մանկության կիրակի առավոտներին, տաք լուսավոր լի հնարավորություններով։ Միայն թե այս անգամ ես եմ պատրաստում բլինչիկները, եւ դրանք հաղթանակի համ ունեն։